Սամվել Կարապետյանի առաջարկից հետո հանդիպում եղել է Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, թե չէ պարոն Կարապետյանի հետ հանդիպումը եղել է, դա մեկ, երկրորդն էլ ընդհանուր ընդդիմությունը 500,000-ից ավել քվե է ստացել, ինչու իրենց չեք հորդորում դուրս գան եւ արտարությունը վերականգնեն այդ ճանապարհով, թե սպասում եք սահմանադրական դատարանի։ Տեսեք, ընթացակարգերով ամեն դեպքում մենք կգնանք, ընթացակարգերով կհետևենք ընթացակարգերին, բայց նաև մենք պետք է մի բան հասկանանք, որ ժողովուրդը պետք է իր խոսքը ասի մեկ օր եւ դա լինելու է որոշիչ օր։ Մենք չենք ուզում դա արդեն մենք ասենք այսօր կարծում եմ ինչքան շուտ է ժողովրդին հանեք փողոց ձեր պնդմամբ նաև Նարեկ ջան ձեր աշխատանքը, ձեր կրտնաջան աշխատանքը կբերի դրան։ Ես այսօր տեսնում եմ, թե Factor TV-ն ինչ մեծ մղումով է պաշտպանում գողացված ձայների, ընտրակեղծիքների դեմ ինչ պայքար է տանում Factor TV-ն։ Ձեր աշխատանքը կօգնի մեզ։ Պետք է դուք շարունակեք ընտրակեղծիքների դեմ պայքարը, 50,000 մեր հայրենակիցների ձայները գողանալու դեմ ձեր պայքարը, որ այդ օրը շուտ գա։ Պարոն Կարապետյան, ներողություններ, մենք էլ հարց տան։ Պարոն Կարապետյան, երբ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացիայի հրավեր է ուղարկում, ընդդիմադիր ուժերը մի մասը ողջունեցին, սակայն ասում են, որ հրավեր չկա եւ սպասում են այսպես ասած ճանապարհային քարտեզի։ Արդյոք կա ճանապարհային քարտեզ, որը ներկայացնելու եք եւ որով կարող եք ընդդիմադիր ուժերին գրավել ձեր կողմը։ Հիմնական երկու խնդիր կա։ Առաջինը փոշիացումներն է։ Ձայների փոշիացումը բերեց նրան, որ փոքրամասնության, մեր հասարակության փոքրամասնության կողմից ընտրված, անգամ այսքան ընտրակեղծիքներից հետո ընտրված իշխանությունը փորձում է մնալ իշխանության։ Մենք պետք է փոշիացման դեմ ընդդիմադիր ուժերի հետ դա ենք ուզում խոսենք։ Երբ մենք զգուշացնում ենք, ասում ենք, իհարկե պետք է երկկողմանի ընդունենք նաև մեր քայլերի եւ մեր մյուս գոլեգաների քայլերի անհամապատասխանության հետ կապված հարցերը, բայց պետք է իրար հետ հասկանանք, որ քայլերն են մեզ օգնել այս իշխանությանը ավելի ուշ հրաժեշտ տալու։ Մենք վստահ ենք, որ իշխանությանը հրաժեշտ ենք տալու։ Ուշ թե շուտ դա մեր քայլերից է կախված։ Հիմնական հարցը այն ուժերը, որ վստահ չեն, որ ազգային ժողով կանցնեն, պետք է ամենայն հարգանքով բոլորի հանդեպ հնարավոր է իրեն քաղաքականության մեջ ավելի երկար են, ավելի փորձառու են, շատ հնարավոր է, բայց չեն անցնում։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Դրա համար ցանկալի է, որ հետագայում էլ չմասնակցեն, եթե իրենք ուզում են այս իշխանության փոփոխություն։ Քաղաքացիական պայմանագիրը, այսպես արդեն պաշտոններն են բաժանում, ազգային ժողովի նախագահ է ուզում ընտրել, նախագահի հարցն է։ Իսկ առաջինը ով ազգային ժողովի նախագահի տեխնացուին շնորհավորեց։ Հարցը ուրիշ բանի մասին է։ Արդյոք սա չի նշանակում, որ ամեն ինչ ըստ էության ՍԴ-ում որոշված է, սուդյան առած է, ինչպես ասում են։ Ամեն դեպքում մենք պետք է որպես երկրի ինստիտուտ հարգենք եւ կգնանք այս ճանապարհով։ Հույս է տալիս, որ ԿՊԱ-ական երկու գործիչ դուրս է եկել կազմից, նաեւ մտավախություն է առաջացնում, որ նախկին տեխնացուներից մեկը շարունակում է մնալ ՍԴ-ի կազմում։ Բայց ամեն դեպքում կգնանք process-ի ավարտը, ըստ դրա բան կանենք։ Մի բան, որ հաստատ է, իշխանությունը այլևս Ալիևի պատվերով չի կարողանա հանրաքվե անել։ Դրա պատճառով նա դիմելու է բոլոր մեթոդներին մեր թիմում եղած անդամների վրա բռնաճնշումները, ցուցակում եղած հարյուրավոր մարդկանց դեմ բռնաճնշումների փորձը նրա նպատակ ունեն, որ կարողանան ինչ որ ձև ազդել, բայց չեն կարողանա։ Ճնշումներից պաշտպանելու ձեր թիմակիցներին, որովհետև ամեն օր լուրեր են ստանում, թե ձեր շտաբի պետի կնոջը օրինակ, որը Ահավնաձորի դպրոցում 34 տարվա դասատու է, ոնց ենք ամուսինը ինչա ձեր շտաբի պետն է եղել, ազատել են, ասում են դիմագրի ազատվի աշխատանքից, ոնց եք ձեր թիմակիցներին այսպես պաշտպանելու նման ճնշումներ։ Ամեն դեպքում մենք կանգնում ենք մեր ընկերների կողքին, ում ընտանիքի անդամներին աշխատանքից հանել են։ Լուծումներ ենք առաջարկում, մենք լինում ենք իրենց կողքին, նաև ամբողջ process-ի ընթացքում, դատական process-ի ընթացքում մենք հետևում ենք եւ բոլորի հետ ենք։ Չի վախեցնի դա։ Ում։ Ձեր
ձեր թիմակիցներին քիչ-քիչ այսպես վախեցնելով, մեկին գործից հանելով, մյուսին այլ կերպ ճնշելով, մեկին քրեական գործերով 340,000 մարդուն ինչ որ ձև կաշկանդեց 340,000 մարդու երբ ընտրություններից 2 օր առաջ հարյուրավոր մարդիկ մեր բոլոր գրեթե շրջանային ներկայացուցիչներին տարան 3 օրով 72 ժամ հետո թողեցին Որ պետք լինի այդքանը դուրս կգան փողոց։ Դա մեր հայրենակիցների որոշումն է, կարծում եմ, որ կարևոր օրը, կարևոր պահին Երևանյան փողոցի խոսքը կասեմ։ Ներողություն եմ խնդրում, մի քիչ կաշկանդվածություն կա տարածքի հետ կապված։ Դուք այսօր հանդիպել եք ձեր աջակիցների հետ, ինչ եք քննարկել, նրանք ինչ էին առաջարկում, կողմ էին, որ բոյկոտեք մանդատները վայր դնեք, թե մանդատները վերցնեք, եւ արդյոք եթե Սահմանադրական դատարանը ձեր բողոքից մի մասը բավարարի, օրինակ վերաքվեարկություն լինի, բավական խորհրդանացնի, այդքանը բավարար է, որ դուք մանդատներով խորհրդարան գնաք։ Վերջնական որոշում, ես մեկ անգամ եւս ուզում եմ ասել, վերջնական որոշում դեռ չունենք այդ ուղղությամբ, պետք է նայենք, թե որն է ազդիրի համակեցությունը միակ ուղին է։ Այս դեպքում շատ են ասում, որ օրինակ ձեր թիմակիցներին միշտ խոսում ենք, որ այսինքն ընդդիմադիրները ասում են, որ արդեն հաղթանակ ունեն, քանի որ իշխանությունը չունի Սահմանադրական մեծամասնություն, բայց զուգահեռ քննարկումներն են, որ Սամվել Կարապետյանը ասել է ընդդիմադիրներից գնում իշխանական դաշտ, դուք մտավախություն չունեք, որ ձեր ցուցակից արտահոսք կլինի օրինակ։ Տեսեք, Սամվել Կարապետյանը ասել է, որ մենք չենք հաղթել, բայց ԿՊՆ չի հաղթել։ Սա պարզ երևում է։ Բոլոր հարցումներով 100,000 ձայն քաղաքացիական պայմանագիրը այսօրվա ունեցած ձայներից քիչ էր ունենում։ Չկա որևէ հարցում, տասնյակ հարցումների ենք մասնակցել։ Տասնյակ հարցումների ենք մենք տարբեր ուղղությամբ հարցումներ ենք ունեցել 100,000 ձայնի տարբերություն կա։ Դա ձեր համար այսպես շատ հիմնավոր փաստարկ է, ասել որ Փաշինյանը պիտի պարտվեր։ Հարցումների վերջո կարող անգամ դրանով այսօր նա 49%, այսինքն մեր հասարակության մեծամասնության աջակցությունը չունի։ Սահմանադրությունը այնպես է գրված, որ այդ դեպքում էլ կարողանում է նա կառավարություն ձևավորել, ուղղակի նրան պակասում էր 50,000 ձայն գողանալ, նա գնաց գողության, ձայների գողության, Հայաստանի քաղաքացիների ձայների գողության։ Ինչ վերաբերվում է մյուս բանը, մեր հանդիպմանը, մեր աջակիցների հետ, ովքեր մեզ վստահություն են, ասեմ, որ բավական ինտենսիվ քննարկում էր։ Մենք պատրաստ էինք մեր հայրենակիցների կողմից ուղիղ հարցերի, խիստ հարցեր են հնչել։ Ինչին են հակված իրենք։ Տեսեք, մոտապես կարելի ասել 50% համամասնությամբ կա կարծիքների sense բաշխում, բայց մանդատները վերցնելու չվերցնելու հետ կապված։ Նաև պայքարի ձևի մանդատ վերցնելը, չվերցնելը դա մի բան է ուղղակի ոչ այնքան առաջնային, ինչքան վերջնական նպատակը։ Վերջնական նպատակը Փաշինյանի հեռացումն է։ Եվ այնտեղ քննարկվում է, թե ինչ օրենքով թույլատրված տարբերակներ կան, որպեսզի մեր երկրում վերջապես այդ փոփոխությունը արվի։ Բանակցությունները մյուս ուժերի հետ ինչ փուլում են, բանակցությունները միավորման ինչ փուլում են, ինչ արդյունք կա։ Ասեցի արդեն, process-ի մեջ է, շուտով կլինի հանդիպումներ։ Վերցնելու եք մանդատը, եթե այդպիսի որոշումների ուզում եք, պատգամավոր լինել, ձեզ Ալեն Սիմոնյանն էր ասում եկեք խորհրդարան։ Ով էր ասում, մի քանի հոգի էլ ասում էին չգնանք խորհրդարան իրենց գոլեգաներից։ Վերցնելու եք, թե Ասեմ։ Ձեր պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ մասնավորապես նշելով, որ Շատ լավ։ Վերջնական որոշում կուսակցությունը չունի։ Մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան բացի բռնաճնշումներից չեն տալիս։ Բոլոր ով մանդատի տեղերում է, բոլորը մի հատ անցնելու են ԱԱԾ մեկուսարանով նոր այդ մանդատը ունենան։ Հանգիստ եղեք, ոչ մի լավ բան չի տալի, եթե պետքա այդ աշխատավարձ, ամեն ինչից մենք դրա հետաքրքրությունը, կարիքը չունենք, ժողովուրդ, հիմնական կարիքը էս մարդուն փոխելն է։ Բոլոր մարդիկ, ովքեր ցուցակով մանդատների ձևաչափի մեջ են, այսինքն անցնում են ազգային ժողով, իրենք բոլորը բռնաճնշումների տակ են լինելու, իրանք էլ գիտեն, մենք էլ գիտենք, մեր ընկերներն են, բոլորը հետ խոսել են։ Խնդիրը ուրիշ է, խնդիրը նա է, եթե չենք վերցնում,
Արդյոք ձեզ ֆինանսավորող կուսակցության ղեկավարը չի դիմելու սահմանադրական դատարան, որ մյուս կուսակցությունները անցնեն։ Օրինակ, շնորհապետական եւ մյուս կուսակցությունը։ Արդյոք այդպիսի բան լինելու է թե չէ։ Կարող եք ճշտել իրենցից։ Կարող եք իրենից ճշտել։ Արդյոք սա գործիքակազմ չէ, որ անցկացնին այնպիսի ընդդիմության, ում հետ հնարավոր կլինի գալ ընդհանուր եզրերի։ Ինչպես եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը։ Նաև դուք խոսում եք 8 հոգի քաղաքացիական պայմանագրից բերելուն եք 8 հոգու անունները կարող եք տալ։ Ովքեր են որ պիտի ԿՊ-ից ձեզ գան եւ Շատ լավ։ Նախ ներողություն եմ խնդրում մեջքով կանգնելու համար եւ երկրորդը պատասխանեմ այդ հարցին։ Հեռացնելու Հայաստանում իշխանությանը հեռացնելու մի տարբերակ կա ամենաէֆեկտիվ։ Դա փողոցի եւ օրենսդրի համակեցությունն է։ Եթե փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ լինեն, օրենսդիրում 0 ընդդիմադիր, փոփոխությունը գրեթե անհնար է լինելու։ Եթե օրենսդիրում լինի 44 ընդդիմադիր, փողոցում 0 մարդ, հնարավոր է այդ դեպքում էլ փոփոխությունը խնդրահարույց է լինելու։ Այդ իսկ պատճառով Հայաստանում փոփոխությունը կարա լինի այս ճանապարհային քարտեզով, պարզ ավարտեմ, պարզ ճանապարհային քարտեզով։ Փողոցը ապահովում է երկրում իրավիճակ, օրենսդիրը ընդունում է ճիշտ որոշում։